Գիտի, տեղական։
Լույսը հաղթելու է խավարի։ Սյուզի Ապրեմ պաստաբանները, որ ձեզ համոզեցին։ Էլ ֆանագրամներ չեն շիպում, ինչպես կասեր Դավիթ Ամանյանը, ֆանագրամները չեն շիպում։ Ազատ ոսկի իրավունք ունեք սրբազանային։ Ժողովուրդ այստեղ է կամերանները էլի, հարգեք ինչ։ Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել, ոչ է սալանքի փոխելով, ոչ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել, ոչ էլ հիմա իբր թե փոխել են։ Բացարձակ ոչ մի բան, տեղի չի ունեցել իմ կյանքում որպես այդպեսին ազատության սահմանափակման իմաստով։ 1 տարի դուք անազատության մեջ սրբազան հայ։ Փառք Աստծուն։ Եվ հիմա դուրս եք եկել ինչ փոխած ձեր ներսում։ Կամ ինչ փոխած ձեր ընկալումներում, չգիտեմ։ Իմ ընկալումները առավել են խորացել եւ հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության եւ ճշմարտության։ Եվ այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր բոլոր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Եվ ես հանձն առել եմ, ես Հնարավորություն այս պահի այո, փառք Աստծո, դրա մասին էլ կասեմ, ես հանձն եմ առել իմ բաժնով, իմ մասով, իմ պատասխանատվության դա անելու եւ անելու եմ։ Սրբազան որևէ դիտարկում եք տավուշում ձեզ սպասում են իդեպ վերադառնում եք տավուշ։ Այս պահին չգիտեմ ուր եմ գնում, իմ պաշտպանները կասեն, իմիջայլոց ուզում եմ շնորհակալություն, իմիջայլոց չէ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի պաշտպաններին, նվիրյալ մարդիկ են, արդարության մարդիկներ են, Հովանեսը Խուդոյան, Տաթևը Սողոյան, Սերգեյ Հարությունյան, ինչպես նաև մեր մյուս բոլոր պաշտպաններին, բոլորին, ամբողջ փաստաբանական մեր խումբը, որ այս դատարանում է գտնվում։ Սրբազան որևէ դիտարկում ունեք ինչու հենց այս շրջանում այս որոշումը կայացվեց։ Այդ կհարցնեք Վազգեն Ռշտունի դատավորին։ Ամեն դեպքում Ինքն է կայացրել, ես չեմ կայացրել։ Հնարավոր է որ դուք Ես ուզում եմ ճշգրտում անել, չէ հիմա երևի դեռ չգիտեմ անկեղծորեն, հավանաբար ինչ որ հասցե դրել են, կտեսնենք ինչ հասցե, կգնանք երևի, չգիտեմ, այս պահին կորոշի, դա շատ մանր խնդիր է։ Ուրեմն ինչ է ուզում ասել։ Մենք չենք դիմել, միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար, որպես այդպեսին։ Ես ուզում եմ սա շատ հստակ լինի, ոչ տնային կալանք, ոչ վարչական վերահսկողություն եւ ոչ էլ այլ բան։ Մեր միջնորդության ներկայացումը դարձյալ ասում եմ, եղել է եւ դա էլ անընդունելի ինձ համար եղել, անընդունել, որովհետեւ դա վիրավորական է, բոլոր առումներով։ Այո։ Թեպետ եղել է երկրից չբացակայելու արգելքով միջնորդություն։ Հիմա այսպիսի որոշում են կայացրել, որի հնարավորությունը ունեին դեկտեմբեր 30-ին կայացնելու։ Չեն արել։ Հիմա են արել, ուրեմն իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել։ Ամեն դեպքում որոշման մեջ խոսքի սահմանափակում կա սրբազան հայ։ Գորսկ Եսինտուկի համայնքը հայոց համայնքը ձեր հետ է։ Շնորհակալ եմ։ Սրբազան հայ որտեղ Գնանք։ ձեր ընտրական իրավունքը որտեղ եք իրացնում։ Չգիտեմ, կարող է խախտում։ Գնանք, հա, գնանք։ Ձեր ընտրական իրավունքը որտեղ եք իրացնում։ Լսում եմ նկատի։ Իջևանում։ Հովիկ ջան, քրկի։ Մեզ խնդրում ենք այստեղ, այո։ Ավելի սահմանափակված Պարոն Խուդոյան, մեզ հետաքրքրում է իրավական են գործընթացները, որոնք տեղի ունենում։ Արդյոք կանխատեսելի էր, որ հենց այսօր պիտի խափանման միջոցը փոխվի։ Տեղյակ ենք, որ դատան այսօր որոշման հրապարակման օր նշանակել, որոշումն էլ կամ այս կողմ կամ այն կողմ պետք է լիներ։
այսինքն անակնկալ չի եղել, որ կարող էր այսպիսի որոշում լինել։ Սրբազանը գրեթե միշտ ասում էր, որ դեմ է տնային կալանքին։ Հիմա էլ ասում, որ դեմա չի ընդունում միջանկյալ լուծումները, բայց դատական այս ակտը չկատարելու եղանակը ուղղակի խախտում կատարելն է, քննարկում ունեցել ենք, որ այս պահին գոնե թե այս միջանկյալ միջոցը կիրառվելու է, էլի նորից ինքը դրան համաձայն չի, բայց նաև սահմանափակումներ էլ առկա չեն ոչ տեսակցությունների, ոչ ինչ-որ կոմունիկացիայի, այդ առումով որոշակի հանրային գործունեություն կլինի կամ կոմունիկացիա արտաքին աշխարհի հետ կլինի։ Կոնկրետ կարող եք Բայց Սրբազանի դիրքորոշումով նաև բողոքարկելու ենք այդ դատական ակտը ամբողջական ազատության վերականգնման նպատակով։ Ինչ սահմանափակումներ են կիրառվում։ Այս բանի սահմանափակում չկա, միայն սահմանափակված է շփումը գործող մեղադրյալների հետ։ Իսկ Տավուշի թեմ կարող է մեկնել եւ իր առաքելությանը վերադառնալ։ Չլսեցի ձեր հարցը։ Տավուշի թեմ կարող է վերադառնալ։ Այս բանի չէ, բայց դա էլ փորձելու ենք կարգավորել։ Քանի որ Իսկ ընտրություն որտեղ է իրացնելու իրավանք։ Կատարելու է Իջևանում դատական նիստի ընթացքում դա քննարկեցինք։ կալանավայր չի, այն տեղը, որտեղ ես գտնվում եմ, իմ բնակարանը, այսպես ասած, ուզում եմ վերադառնալ, բայց հիմա հնարավորություն չունեմ։ Առիթը օգտագործելու ուզում եմ գնահատանքս հայտնել բոլոր ծառայողներին քրեակատարողական հիմնարկի։ Ուզեիք Բոլորին։ ամեն դեպքում Տավուշ կամ Մայրաթոր գնալ, եթե այդ հնարավորությունը լիներ։ Կգնամ։ Այս գիրակի։ Պիտի գնամ կընտրության բան Իջևանում հասցեն այլապես Հենց Իջևան քաղաքում է ձեր հասցեն։ այո Իսկ ձեր անունը կա ցուցակներում ստուգել է։ ինձ թվում է պիտի լինի շատ լավ հայր ջան ամուր մնացեք ինչպես ասացի ամսի 7-ին հեռացրեք այս չարիքը մեր երկրից եւ այո միասին կարող ենք ամեն ինչ անել Լրացվողներ, օպերատորներ, լրատվական միջոցներ, մամուլին եւ լրատվական Ձեզ բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում Դուք չափազանց կարևոր առաքելություն եք իրականացնում մեր երկրում չհրաժարվեք դրանից ոչ մի բանի մեջ կոմպրոմիսի չգնաք Այս ճշմարտության եւ արդարության պայքարի մեջ, որի առաջամարտիկներն եք դուք։ Շատ բան ձեզանով է փոխվել մեր կյանքում եւ դեռ փոխվելու։ Եվ անձնապես եմ ասում, եւ ընդհանրապես եմ ասում, ձեր ջանքի, ձեր եռանդի, ձեր անվախության, ձեր քաջության եւ ձեր գրանցած բոլոր երևույթները, որոնք նպաստելու են արդարության եւ ճշմարտության հաղթանակին։ Աստված շատ օրհնի ձեզ, ձեր բոլոր լրատվականների ղեկավարներով, աշխատակիցներով, մոնտաժնիկներով, Ադմիններով, բոլորին։ Եվ բոլորը ձեզ շատ սիրում ու գնահատում։ Օրհնվեք շատ, առաջ Աստված, ապրեք, կտեսնվենք։ Լրագրողները միայն նկարվեն, էլի լրագրողները եկեք նկարվեն։ Pessoal,